Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը փաստաթղթերով ներկայացել է մեր գրասենյակ։ Նա հայտնում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ոստիկանները իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։ Ինչից հետո երբ որ հյուպատոսարանում մարդ են սպանում կամ մարդը ինքը իրան տենց կարողանում է ինքը իրան վնասել, երբ որ ընդամենը մայրաքաղաքից մի քանի կիլոմետր են կողմ կիլերներ են թափառում է կիլեր։ Թափառող շուն են տեսնում զանգում այստեղ, ասում են այս համայնքում օտար շուն է հավաքվել կիլեր։ Այս այն ինչ որ ինձ հետ եղել է, չեմ կարծում, որ այտենց ցնցող է, բայց ի տարբերություն մնացած մարդկանց ես շատ հետևողական եմ եւ գնալու եմ մինչեւ հասնեմ իմ չափանիշով արդարությանը, իմ չափանիշով արդարությունը պետքա լինի էլի ոստիկանապետ եւ ներքին գործերի նախարար երևի հրաժարական, եթե իրանք ունեն նման մահակ փետ դուբինկա, որը կոչվում է կարմիր բերետների ջոկատ։ Խոսքը վերաբերում է բոլորին շատ հայտնի Ջո Մարտզանին, որը ընդհանրապես որպես մահակ ծառայում է իշխանություններին եւ բնականաբար մինչեւ 26 թիվը ինքը կծառայի, 26 թվից հետո կարող է ինքը դառնա ոնց է Բարի Սավակյան։ Հավատացեք, պրոստը կարող է չհասնի հյուպատոսարան, որտեվ 26 թիվը մինչեւ ինքը բանը պատժիչ մեխանիզմ է պետք։ Իսկ գիտեք ինչ, այդ նման մարդիկ հատուկ հոգեբանության տեր են լինում, այսինքն շատ քիչ են նման մարդիկ, որտեղ մարդ արարածը ինքը նաև մարդ է, ունի էմպաթիա, կարեկցանք, կամ մարդ է, էլի, իրան չեն ասել, որ դու ծեծող ջոկատ ես։ Նման մարդիկ ընդհանրեն ունենում են մանկական տրավմաներ, թշվառ հոգեբանություն, որը սուբլիմացվում է առանձնակի դաժանության։ Ջո Մարտզանը մենակ իմ նկատմամբ չի, որ առանձնակի դաժանություն է կիրառել, թե մնացածները վախենում են, այդ իրանց խնդիրն է, կարան գրպանները քարքցած ման գան, դա որ վախի սինդրոմը գնա, որովհետև չեմ տեսնում մարդիկ, որ հաղորդում ներկայացնեն։ Դեպքը եղել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, երբ որ սրիկաները հարձակվեցին Արցախի վրա, սանձազերծվեց նորից, ոնց որ պատերազմի երկրորդ փուլ լիներ, եւ այս այդ օրը դուրս եմ եկել որպես իրավապաշտպան, դուրս եմ եկել ազգային Դեմիրճյան փողոցի վրա ես բնակվում եմ եւ դուրս եմ եկել դեպի ազգային ժողով Դեմիրճյան փողոց։ Դեմիրճյան փողոցը այնքան լիուլի էր կարմիր սև, ես չգիտեմ, ծպտված բերետներով, քաղաքացիական հագուստներով բերետները, գրպանները դրած, այսինքն ամբողջ եղել է ոստիկանական համակարգ եւ կարծում եմ նույնիսկ միգուցեև այլ տեղից ներմուծված անձիկ են եղել տարատեսակ, որտեղ անհասկանալի տարբերանշաններով։ Ես ոտքով հասել եմ ազգային ժողովի պատերի մոտ եւ այնտեղ տեսել եմ մեծ բանակը կարմիր բերետների ոստիկանների եւ ուղիղ եթերով ես ասել եմ, որ մեր երկրի սահմանները Դեմիրճյան Պռոշյան խաչմերուկը չի, որտեղ որ Նիկոլ Փաշինյանի կեցավայրն է, եւ Դեմիրճյան Բաղրամյան խաչմերուկը չի, որտեղ մեծ ոստիկանական ուժեր մեր ժողովրդից պաշտպանում էին մեր ժողովրդի ընտրյալներին, ազգային ժողովը։ Հետաքրքիր է, չէ՞, մենք բոլորս հայ ենք, չնայած հիմա իմ մոտ տպավորությունով պետքա ԴՆԹ անալիզ անցկացնել, տեսնել իրականում բոլորս ենք հայ թե չէ։ Հայը հային պաշտպանում էր զինված, մինչդեռ հայը թուրքի հետ կռվում էր, ադրբեջանցու հետ, չզինված։ Մեր հայ երիտասարդը։ Եվ ես այդտեղ ելույթ եմ ունեցել եւ ասել եմ, որ այս մարդկանց, որ սենց կահավորված են, զինված են, իրանց ուղարկեք այնտեղ, պետք չի ազգային ժողովը մեզնից, իրանք որ գնան այնտեղ, մարդ չի դուրս գա փողոց ազգային ժողովի դեմ, կասեն ապրի ազգային ժողովի падգամավորները, իշխանությունները այս զինված մարդկանց ուղարկեցին, բայց ոչ, իմ ելույթը երևի թե առաջացրեց իրանց ցասումը, իմ կոչը Եվ ես ճիշտ ասած հեռախոսել չի եղել ինձ մոտ, որտեվ ինձ ով որ հարցազրույցավերցի ինքն է նկարանել մոտս ոչ տան բանալ, ոչ հիմա չի եղել։ Ես այդտեղից գնացել եմ դեպի իմ տուն, արդեն հասկանալու, որ անիմաստ է այստեղ բան ասելը, տեսել եմ սև բերետավորներ, որոնք նստած էին
Եվրոստան կա այդտեղ դրա այդ աստիճաններին ու բերանները բաց ծիծաղում էին, նկատողություն եմ արել, որ այսօրը որ ընդ զինվոր է մահանում, հեչ բերան բացելու անեկդոտ պատմելու օր չի, քայլել եմ դեպի Էվրիկա սուպերմարկետի շենքը, ես չէի տեսել, որ իմ հետևից գալիս են, հետո այդտեղ էլ պատշարած կանգնած են կարմիր բերետները մեզնից, մեր բնակիչներից, հարկատուներից պաշտպանում էին ազգային ժողովի ընտրյալներին։ Այդ կարմիր բերետների ու այս սև բերետների սենց կողքով անցնելուց հայոյանք լսեցի իմ հասցեին, շուռ եկա, ես հայոյանք կուլ տվող չեմ, թող մնացածներ ով կուլ են տալիս կուլ տան, շուռ եկա հարցրեց, ասի էդ ինձ ես հայոյում, ասեցա քեզ եմ հայոյում, այդ կարմիր բերետավորը, ասի եթե ծառայության մեջ չլներ կապտակ էի ու հիմա երևի փոշմանում եմ, որ չեմ ապտակել, որովհետև երևի թե պետքա տենց պատժեի, որովհետև օրենքը մեր երկրում չի գործում, իսկ եթե օրենքը չի գործում, իմ ձեռքի ուժը առ այսօր ինձ ներում է։ Ու այդ պահին գալիս է ջոմարձան կոչված այդ չգիտեմ ինչ ասեմ, չեմ կարա բնորոշեմ դա ինչ է, եւ ինձ հայոյում է, որը կա վիդեոյով, ասում է ստեղ ինչքան տղամարդ կա, մտնի քո տունը եւ այլն եւ այլն։ Դե այդտեղ արդեն ասելու բան չկա, որտեւ իր տունը երևի մտել են, ինքը տենց էլ չկարողացավ սեփական երեխան ունենա, չստացվեց, չի հաջողվել եւ սա վիրավորանք չի, որովհետեւ եթե կարելի է ինձ վիրավորել, ինձ բոլորը կստանան համարժեք պլյուս պատասխան, որից հետո կա տեսագրությունը, չեմ էլ ուզում աշատ անդրադառնամ, որից հետո ինքը հրանք տվեց, որպեսզի ինձ ոնց որ վերջի հանցագործին, ձեռներս ոլորած, բերանքսի վայր, մի մասն է երևում, էդ էլ ինչ որ մեկը նկարել ուղարկել էր, որտեվ այն հետո ընդհանրապես են կռացնում գետնի վրա, տանը շպրտեն արաբկիրի ոստիկանության բաժին եւ հնարավորություն չտան նույնիսկ հեռախոսազանգ կատարելու։ Բայց ամենազավեշտալին այս գործի մեջ նա է, առ այսօր գործը քննվում է, առ այսօր 3 տարի անցել, մի հատ առերեսում էր Ջոմարձանի այդ մեծամարմին շնչավորը թողեց փախավ իմ հետ առերեսվելուց, փախավ բառացիորեն, որովհետև ինքը գիտի իրանց արածը, երբ որ ես ծանոթացա ինձ հասանելի նյութերին, ուրեմն ցինիզմի գագաթնակետն է, էլի ես տեսա մի զեկուցագիր, այդ Արսեն Աճեմյան դա այն կենթանակերպն է, որ ինձ տարել է, ձեռներս այտենց ոլորած, որտեղ ինքը գրում է, որ ես իբրև այդ օրը մեքենայով եմ եղել, երթևեկել եմ մեքենայով եւ իրանք ինձ նկատողություն են արել եւ դրա համար տարել են։ Ուրեմն բնականաբար մեքենայով չեմ եղել, որտեղ նույնիսկ մեքենայի համար չի նշված ոչ իման։ Այդ օրը Դեմիրճան փողոցում ընդհանրապես երթևեկություն ընդհանրապես չի եղել եւ երրորդն էլ Դեմիրճան փողոցը կան կամերաներ, ի տարբերություն ոստիկանության, ես ինքս շատ արագ կամերաները հանել եմ, որի մեքենան 2 օր անշարժ, ես 48 ժամվա ձայնագրություն անել եմ, որ իմ ավտոմեքենան 48 ժամ կանգնած եղել Ստորգետնյա պարկինգում, վիդեոից էլ երևում է, որ ես ոտով եմ մոտ, այսինքն ցանկացած կեղծիքի դիմելը այսօր, եւ սրանից հետո ինքը ստանում է ոսկե մեդալ Տիգրան Ավինյանից, Ջոմարձյանը միշտ մեդալ է ստացել, ստանում է մեդալ Վովա Գասպարյանից, որ Վովա Գասպարյանը 2013 թվին Ջոմարձյանին մեդալ է տալիս եւ ասում որ հույս ենք հայտնում, որ բոլորը կընդօրինակ են վարքագծին եւ ծառայությանը քաղաքացու հանդեպ ունեցած հարգանքին։ Նույնը ասում է Ավինյանը, դե այստեղ էլ արդեն ասելու բան չկա։ Եթե մեր ոստիկանական համակարգը էս է լինի, մեր երկրում սպանությունները, պատվիրված սպանությունները եւ ուղակի սպանություններն ու կրակոցները միշտ լինելու են Վարդենիսի կրակոցների հիշեք, ես դրան անդրադառնալու եմ, այսինքն ամենուր կրակում են։ 50,000 էր թե ինչ էր, վարչական ակտ են կազմել, դուք պատկերացնում եք վարչական ակտ են կազմել ուղարկել հարկադիր, որտեղ ոչ ավտոյի մարկա կա նշած, ոչ համար, որտեղ ավտո չի եղել։ Սա գիտեք ինչա մարդու գրպանը մտնել էլի, այս կարգի էժանացել են փոխանակ, այս ամբողջ ջոկատը թող ուղարկեին, թող գնար փարաքարում տարիներով կանգնեին, տեսնեին այնտեղ եթե պայթյունա վտանգ իրավիճակը, մենք սրանց հարկ ենք տալիս, որ ոչ թե Շամշյանից լսենք թե ով սպանեց, ով գծեց ավտոյի տակ, որ սրանք իրանց ծառայություն անեն, ոչ թե բոլորին իրանք ծեծեն, ջարդեն
ու թույլ տղամարդիկ ուրախանան ոսկի մեդալ տան, ասենք հետեր էլ Ավինյան ինչի համար է մեդալ տալիս, ասում որտեվ ինքը ծառայությունը շատ լավ է կատարում, այս ծառայությունը ես ցանկանում եմ Ավինյանին ու իր ընտանիքին։ Հիմա ինչ եք պատրաստվում անել։ Ես ամեն ինչ անելու եմ, եթե օրենքը չգործի, կգնանք մեր ձավան։ Ես ու Ջոմարձանը ինչ պիտի անեմ, ամեն ինչ էլ անելու եմ, այսօրվա դրությամբ, բա ինչ ասենք կարող է, բան ինչ որ մեկը պատկերացնում է, որ ես իրավապաշտպան եմ, առավոտը տարել են, ինձ աղոթել են միտեղ, ու ես սենց պետքա մանգամ, քրիստոնեության մեջ էլ տենց բան չկա։ Չէ, չկա, ես ուրեմն կհասնեմ նրան, որ ուղղակի Ջոմարձանը դատվելու է, ինքը թող լավ իմանա, ինքը դատվելու է, որովհետև ինքը բավականին կոռուպցիոն գործարքների մեջ էլ է խառնված, բայց այտենց գիտեք, այս հետաքրքիր է, քրեական վարույթները նախաձեռնում են ու դնում են իրանց դարակը։ Ջոմարձյանի վերաբերյալ կա, իր տան վերաբերյալ կա, որ ընդեղ ինքը աշխատացրել էր կարմիր բերետավորներին եւ այլն եւ այլն։ Ուղղակի իրանք ասենք չգիտեն Ջոմարձյանի սերը Մատրոշկա գիշերային ակումբի եւ ընդեղի հովանավորչության նկատմամբ շատ բաներ կա, բայց սրանց ասելը անիմաստ է, իրանք գործը հարուցում են վարույթը, դնում են իրանց դարակը, հենց Ջոմարձյանը Միքայել սխալ է անում, ասում են դու բինկատար գնա ժողովրդին ծեծի, թե չէ այս գործով դատվելու ես։ Ես չգիտեմ Ջոմարձյանը ուրիշ ինչ գործով է դատվելու, բայց որ այս գործով է դատվելու, ես խոստանում եմ։